Բարի օր բոլորիդ, իմ շատ սիրելի հետևորդներ ջան, ասում եմ բարի օր, որովհետև կեսօրն անց է արդեն, ժամը 1-ն է, սիրելիներս, ցանկանում եմ աշխարհին խաղաղություն, հիվանդներին առողջություն և Աստծո լույսն ու օրհնությունը անպակաս լինի մեր բոլորիս օջախներից, թող սիրելիներս ձեր տրամադրությունը միշտ բարձր լինի և սրտներ Տեր ուրախ լինի, այս գեղեցիկ տեսարանով էլ բացում եմ նոր տեսանյութ, պատվերը Viber-ից եկավ տեղ հասավ, հարսը զակազ էր տվել այսպիսի աղբաման մեծ, որ խոհանոցում դրված դույլի մեջ հավաքվում է աղբը, բերենք, հələ Մարինե ջան բացի, դնենք այս աղբամանի մեջ, շաբաթը 1 կամ 3 օրը 1, թոռնիկս տանի աղբամաման լցնի, շատ հարմար է, կդնենք դրսում և աղբը կհավաքենք, սա էլ Մարինես բարևի, կոֆե է բերել ինձ սիրելիներս, սա էլ մեր կոֆեի սեղանը, համեստ, և իմ գեղեցկուհի հիասքանչ մեխակները պարտեզի, սիրելի հետևորդներ ջան, աղբամանի հետ նաև հատուկ ձեզ համար պատվիրել եմ մեխակի սերները, որ ձեզ ցույց տամ, Viber-ում էլ կա, կարող եք գնել և այս ամսում ցանել, սիրելիներս, խիտ եք ցանելու, ովքեր որ ցանկանում են, սիրելիներս, կարող եմ ես արտիկուլը ձեզ ուղարկեմ, ասեմ, որ թանկ չէ, մատչելի է, այստեղ կա, տեսեք, քանի պակետ, 5 պակետը 240 ռուբլի, դե սիրելիներս, տարբեր գների կա, դուք կարող եք ընտրել ձեր ցանկացած գույներով մեխակները և երկարությամբ ծաղիկի շառավիղով, քանի սանտիմետր է շառավիղը ծաղիկի, մանրամասը հետևը գրած է, ուղղակի հիմա շտրիխ կոդ է կպցրած, չեմ կարող պոկել, ասեմ, որ քիչ է սիրելիներս մեջը, սերմը շատ քիչ է, ես սա վերցրել եմ ցանեմ, հիմա անձրև է այսօր, չեմ կարող, վաղը միսօր, սիրելիներս մի քիչ, անձրևները չեմ կարողանում պոկել, որ կարդամ, բայց շատ, սա կոչվում է շատ ընտիր գույներով է և ծաղիկների մեծությամբ, ես այդպես եմ վերցրել, տեսեք, цветет до заморозков, крупнее, красивее, սացվիտանիա, մեծ են, խոշոր են ծաղիկները, մինչև ցրտերը, ուշ, աշուն, ձմռան, կարելի ասեն սկիզբը այս ծաղիկները ծաղկում են սիրելիներս և ձմռանը նորից եմ ասում, հարգելիներս, թանկագիններս, այս ծաղիկները չեն ցրտահարվում, մնում են հաջորդ տարի, այն որ ձունը հալվում է, չէ, հետևից կանաչում է, սիրելիներս, արխային, մեր արտաշատի լեզվով եմ ասում, զակաց տվեք, ցանեք, վայելեք մեխակների անուշ բույրը և գեղեցկությունը, թուրքական մեխակների, կոֆես էլ սառեց արդեն, անձրև է այսօր հողամասում, գործ երևի չլինի անել սիրելիներս, ոչ թե երևի հենց չել լինի, որտեղ անձրևը շատ հորդառատ է, ամպերը գոռում են, գոչում են, լսում եք ձայները, հիմա դրսում, կոֆեն ձեզ հետ միասին կվայելեմ,
Եթե չեք դրել, կսպասեմ սիրելիներս, դրեք միասին վայելենք։ Այսօր սիրելիներս պատրաստելու եմ բազուկի կանաչ տերևները, ոչ թե տերևները, ճավ։ Հարցս երեկոյան քաղել է, հիմա կոֆեն խմեմ վերջացնեմ, ձեզ հետ միասին գնանք մեր խոհանոց, միասին էլ պատրաստենք։ Ես արդեն մաքրել եմ, սիրելիներս, պատրաստել եմ, միասին կլվանանք և կպատրաստենք։ Պատրաստի ուտեստուն եմ ընթրիքի համար, բայց որոշեցի, որ այսօր այդ ճավն էլ պատրաստեմ, քանի որ սիրելիներս ճավը մի քիչ խիտ էր ցանել, այն որ ասում ենք թաքթքեց հարսս, և մենք շատ ենք սիրում ճավը յուղով, ձվով, սխտոր մածունով ուտել, իհարկե ես չեմ ուտելու սխտոր մածունով, բայց ճավը կուտեմ անպայման, առանց սխտոր մածունով։ Կոֆեն խմեմ, սիրելիներս, ձեզ իմ շնորհակալական խոսքը ասեմ ամենաբարի հետևորդներիս, ամենաթանկագիններիս, իմ սրտի ջերմ խոսքերը ասեմ։ Շատ բարի եք և գրում եք բարի ջերմ խոսքեր, սիրելիներս։ Իրոք կյանքը մեկ անգամ է մեզ տրվում։ Ապրենք բարությամբ, ապրենք սիրո մեջ, հարգենք մեկս մեկին։ Աստված ձեզ հետ, բարին բոլորիդ հետ։ Եթե այս անցուդարձը մեքենաների չլինի, սիրելի հետևորդներ ջան, այնքան հանգիստ է այստեղ նստել, կոֆեն վայելել, ինչու չէ, նաև անձրևի տակ։ Սիրում եմ, գիտեք, որ անձրև է գալիս, ես էլ նստած կոֆեն վայելում եմ ձեզ հետ միասին, սիրում եմ նաև մանր թեթև են, որ մաղում է անձրևը, անձրևի տակ ման գալ, դեռ երիտասարդ տարիքից, որ դեռ են երեխա ժամանակ թռի վռի աղջնակներ էինք, այդ ժամանակներից սիրում եմ անձրևի տակ ման գալը, հաճելի է։ Ամեն ինչ բնության հետ համահունչ է, այո, անձրևն էլ է պետք, մեզ համար, հողամասի համար, շոգ եղանակին, որ գալիս է թարմություն է բերում իր հետ, հող զով է լինում։ Մի հատ էլ ծիրանով օգտվեմ, ծիրանից օգտվեմ, ասեմ, որ մեր հայկական ծիրանը չի, սիրելիներս, Ուզբեկստանի ծիրանն է, դե բոլորս էլ գիտենք, որ այս տարի դեռ հլը մուտ չի գործե Մոսկվա հայկական ոչ մի բանջարեղեն և ոչ մի մրգեղեն, բայց շատ քաղցր է, սա էլ է շատ քաղցր ծիրան, ես հիմա ասեմ կզարմանաք, ծիրան էլ չեմ սիրում, ամբողջ սեզոնի ընթացքում Հայաստանում գտնվելու տարիներիս, երևի մի 3 հատ չեմ կերել, բայց այստեղ ես մի հատը փորձեմ, մի հատ էլ կերել եմ, քաղցր է, մեր Հայաստանի համն ու հոտը ուրիշ է, Հայաստանից համը ուրիշ է, մրգերի համը, բանջարեղենների համը, արևը, ծառերի գույնը, սարերը, քարերը, ամեն ինչն էլ ուրիշ է, սիրելիներս։ Հիմա տեսեք, ես գեղեցիկ ծաղիկներին, մեխատներին, ոնց կարելի է չսիրել, մանավանդ այս սրանից, այս տեսակից մի յուրահատուկ բույր է, հագեցնող բույր է, սիրելիներս։ Հիմա, սիրելիներս, կոֆեն կխմեմ, կվերջացնեմ, այս գեղեցիկ ծաղկե փունջը կնվիրեմ բոլորիդ և ես
ձեզ էլ ինձ հետ կտանեմ մեր խոհանոց, վայելեք, ձեզ եմ նվիրում, այս փոքրիկ բուկետը ձեզ եմ նվիրում, այսքանն էի քաղել սիրելիներս, այսքանն էլ սիրով նվիրում եմ, մյուս անգամ շատ կքաղեմ, շատ կնվիրեմ, դե ինչ, խմենք, վերջացնենք, գնանք խոհանոց։ Այսօր սիրելիներս տիկին Մարինեն ձեզ հետ միասին պատրաստելու է մի համեղ ուտեստ բազուկի ճավով։ Տեսեք ինչ դալար, լավ, նուրբ ճավեր են բազուկի, կանաչ բազուկի ճավն են։ Միասին մի լավ կլվանանք, սիրելի հետևորդներ ջան, այս կոթունի հաստ մասերը, սիրելիներս, մի փոքր կտրելու եմ, որովհետև, սիրելի հետևորդներ ջան, այդ մասում շատ ցեխ է հավաքվում, փոշի է հավաքվում, հիմա մի հատ այսպես ցող եմ իրար կամ ջրի ցանեմ, նոր արդեն այդ մասը կկտրտեմ, որ տերևներն առանձնանան և ավելի մաքուր լվացվի։ Հիմա ցույց եմ տալիս սիրելիներս ձեզ, թե ոնց եմ պատրաստելու, տեսեք, այսինչ ձեռքով կտրում եմ, հիմա ձեռքով մի քիչ հարմար չի, դանակ կվերցնեմ և դանակով կկտրեմ, լավ կլվանամ, ասեմ, որ շատ վիտամիններով հարուստ է բազուկի ճավը, թեթև ուտեստ է, կարող ենք նաև ընկյուզով աղցան պատրաստել, առանց ընկյուզի պատրաստել, քացախով, կանաչիով, սիրելիներս, ամեն տեսակի աղցան լինում է պատրաստել, ես այսօր աղցան չեմ պատրաստելու, այսօր տապակելու եմ ձվով, խաշելու եմ, քամեմ և տապակեմ ձվով, ես շատ ուրախ եմ սիրելիներս, որ դուք տիկին Մարինեի հետ գտնվում եք տիկին Մարինեի հարմարավետ խոհանոցում և եթե խոհանոցում եք, ուրեմն մի համեղ ուտեստ պետք է պատրաստենք և այսօր պատրաստում ենք ձեզ հետ միասին համեղ ուտեստը, բազուկի ճավը, սիրելի հետևորդներ ջան, պետք է լավ լվանամ և արդեն ջուրը կդնեմ եռալու, որպեսզի խաշեմ, լվանամ վերջացնեմ, մանրամասը ցույց եմ տալուս, թե ես ինչպես եմ պատրաստում, ասեմ, որ այստեղ մի հատուկ բաղադրիչ չկա, հատուկ բաղադրատոմս չկա, որ պատրաստելը հատուկ ձևով ներկայացնեմ, սովորական բոլոր տանտիկիներս էլ գիտենք, թե ոնց եմ պատրաստում բազուկի ճավով ձվով ուտեստը, դե հիմա լվանամ, վերջացնեմ, սիրելի հետևորդներ, արդեն կհանդիպենք գազօջախի մոտ։ Սիրելիներս, մինչև բազուկի ճավերը լավ լվացի, գազօջախին կաթսայով ջուրը արդեն եռած, հիմա կաթսայի ջրի մեջ պետք է լցնեմ աղ, եռման ջրի մեջ լցնում եմ աղ, քիչ եմ լցնում, հետո ընթացքում կհամտեսեմ կավելացնեմ, ավելի լավ է սկզբից քիչ լցնեմ, ջուրը խառնեմ և բազուկի ճավերը լցնեմ խաշվելու, ասեմ, որ շատ քիչ եմ խաշելու, հենց գցելու եմ ու շուրտամ քամեմ, սիրելի հետևորդներ ջան, որովհետև շատ նուրբ ճավեր են, շատ նուրբ են, մի 2-3 վայրկյանից հետո շուռ կտամ և կքամեմ։
շուռ տալուց հետո բերանը ծածկեմ, 2 վայրկյան հետո կհանեմ։ Այստեղ էլ հավի կրծքամիս եմ խաշում, տեսնեմ, որոշել եմ նաև աղցան պատրաստեմ հավի դոշով, եթե հասցնեմ, այսօր կպատրաստեմ, եթե չէ վաղը։ Հիմա հավի դոշին էլ աղավելացնեմ, մինչև լավ եփվի։ Նոր եփելուց հետո կանջատեմ։ Սիրելիներս, արդեն բազուկի ճավը քամել եմ, սառը ջրով ցողել եմ, լցրել եմ քամիչի մեջ, ջրքամվել է։ Տապակի մեջ էլ դրել եմ մի լավ մեծ կտոր կարագ, տեսեք ինչ լավ կանանչ մնացել է բազուկի ճավը։ Ափսեի մեջ էլ կոտրել եմ 3 ձու, թող կարագը հալվի, նոր հալված կարագի վրա կավելացնեմ մեր կանանչ բազուկի ճավը։ Կարագը արդեն հալվել է, հիմա մի հատ խառնեմ հալված կարագը, արդեն յուղ է դարձել, նոր ավելացնեմ բազուկի ճավը։ Մի թեթև խառնեմ, թող մի կողմը լավ տաքանա, կշրջեմ, մյուս կողմն էլ կտաքանա, նոր ձուն կլցնեմ։ Հիմա մի կողմը լավ, արդեն բազուկի ճավը տաքացել է, շուռ եմ տալիս, մյուս կողմն էլ տաքանա։ Հիմա պետք է ավելացնեմ ձուն։ Բերանը ծածկեմ, ձուն 3 հատ եմ վերցրել, համեմ եմ աղով, նոր, մի փոքր կեղև է ընկել ձվի մեջ, հանեմ, նոր ծփեմ, բայց ինձ թվում է 3 հատ ձուն քիչ կլինի, ձվով ինչքան ձուն շատ, այնքան համով, մի հատ էլ բերեմ կոտրեմ, թող լինի 4 ձու։ Հիմա լավ կհարեմ և հավասարած չափ ձուն կլցնեմ բազուկի վրա։ Բերանը նորից կծածկեմ, կթողնեմ, որ լավ եփվի ձուն։ Սիրելիներս, պատրաստ է բազուկ ճավը տապակած, գազ օջախը անջատեմ, տեսեք ինչ ընտիր ախորժելի տեսք ունի տապակած բազուկի ճավը և համեղ է, վիտամիններով հարուստ։ Հիմա պատրաստեցի, վերջացրեցի, սիրելիներս, մեզ բարի ախորժակ, ձեզ բարի դիտում, միասին գնանք մեր այգի, տեսնենք որդից և հարսս ինչով են զբաղված։ Սիրելիներս, առավոտյան տեսակ, ինչքան անձրև է գալիս, իսկ հիմա չոր է հողամասը, կարծես անձրև չի եկել։ Վարունգի փայտերը արդեն պատրաստ է, մանիկներ թելերի վրա է բարձրացնում վարունգները։ Սիրելիներս, մենք 3 էտապով ենք վարունգները տնկում։
Առաջի էտապի վարունգները արդեն ուտում ենք, քանի անգամ խաղել ենք առաջի վարունգները։ Երկրորդը մի քանի օր հետո ենք տնկել, հիմա 3-րդ էտապին են հասել, որ իրար հետևից վարունգները լինի։ Թելերի վրա ենք հանում, որովհետև թելերի վրա, սիրելիներս, լավ բերքատվություն է ունենում վարունգները, որովհետև հիբրիդ են։ Իսկ մենք հիշում եմ Հայաստանում երբևիցե թելերի վրա վարունգ չենք բարձրացրել, միշտ էլ պարկած է եղել հողի վրա։ Նախ առաջինը տարածքը քիչ է, եթե որ պարկովի պետք է անենք վարունգը, սիրելիներս, ուրեմն ահագին հող է պետք, որ փռվի, ազատ լինի, բայց բարձրացովին, այդպես թելերի վրա, իմ կարծիքով ավելի շատ է բերքատվությունը եւ ավելի քիչ է փչանում վարունգը։ Հողի վրա պարկած ջրելուց նեխում է, դեղնում է, փչանում է շատ։ Հիմա հանի թելերի վրա արդեն սա էլ կվերջացնի երկրորդ մարգը։ Սիրելիներս, մեխակներս էլ ցույց տամ, այս գեղեցկուհիներիս, քաղեմ, նվիրեմ բոլորիդ եւ արդեն գնամ ներս։ Եկա այգի, ցույց տվեցի, ինչով են զբաղվում, հիմա իրենց գործը վերջացրին, գնում ենք ներս։ Ինչքան քաղեց Մարինկաս, ապրես իմ աղջիկ։ Երեք էր քաղել, տեսակ ցույց տվեցի, հəլ ինչ խոշոր են, բա քաղտրությունը, հիմա տանի մաքրենք, լվանանք, որ Մարինկաս պեսոկի եւ ուտեն։ Սիրելիներս, ընթրիքի ժամ է, արդեն հավաքվենք, նստենք, ընթրենք, մեզ բարի ախորժակ, ձեզ էլ հաճելի դիտում։ Սիրելիներս, այս բուրավետ գեղեցիկ ծաղիկներով եւ անուշահամ ելակով ավարտում եմ այսօրվա հոլովակը, ձեզ մաղթելով եղեք առողջ եւ օրհնված։ Ձեզ հետ էր ձեր շատ սիրելի տիկին Մարինեն եւ իր ընտանիքը։ Ստեսություն բոլորիդ, սիրելիներս։ Ցանկանում եմ, որ միշտ ուրախ լինեք, հաջողակ։ Բարին ձեզ հետ։ Դուք ինձ համար ամենաթանկագին, ամենաբարի ջերմ բաժանորդներն եք։ Ստեսություն, համբուրում եմ բոլորիդ։